Բարև ձեզ։ Այսօր քննարկելու ենք մի թեմա, որից է կախված Հայաստանի Հանրապետության առաջիկա 5 տարիների կյանքը, բախտը, ճանապարհն ու ճակատագիրը։ Հայաստանում կայանալիք համապետական խորհրդարանական ընտրություններին մնացել են շաբաթներ։ Կուսակցությունները եւ քաղաքական դաշինքները, կուսակցությունների դաշինքները արդեն ներկայացրել են հայտերը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմա դիտարկում է։ Մայիսի 3-ին արդեն պարզ կլինի, թե որ ուժերն են մասնակցելու համապետական ընտրություններին, կհրապարակվի պաշտոնական ցուցակը, իսկ մայիսի 8-ին կսկսվի պաշտոնական նախընտրական քարոզարշավը։ Բայց ընտրությունները միայն քվեարկությունը չէ, ընտրությունները միայն քաղաքական ուժերի մրցակցությունը չեն, սա նաև պատասխանատվության հարց է։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե որքանով է պետական անկախ մարմինը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ ապահովել արդար եւ որակյալ ընտրություններ այս բարդ ժամանակահատվածում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում։ Ես զրուցելու եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովակիմյան։ Մեկ ընդհանուր հարց, տարողունակ կարծում եմ, որքանով է կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր այս պահին արդեն պատրաստ ամեն ինչով իր ռեսուրսներով, այդ թվում տեխնիկական, մարդկային ռեսուրսներով պատրաստ ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե զուտ տեխնիկական, մարդկային, այսօր էլ է պատրաստ, բայց եթե գնանք ընտրական օրենսգրքով կարգավորի գործընթացները բնականաբար տեղամասեր օրինակ ձևավորված չէ, թե տեղամասերը պիտի ձևավորվեն ամսի 13-ին։ Նկատում հանձնաժողովն տեղամասերի ընտրական հանձնաժողովը 8-ից 13-ը 3 խմբակցությունների խորհրդարանի եւ ընտրատարածքների նշանակումները կանեն եւ տեղամասերի ընտրական հանձնաժողովների կազմերը մայիսի 13-ին 18:30, 19 այդ ժամանակ պատրաստ կլինի։ Դրանից ընդամենը 3 օր հետո տեղի կունենան առաջին նիստերը։ Օրինակ սա ուղղազուտ կամ մեր օրինակ ուղիղ հեռարձակման գործընթացը, այսինքն տեխնիկան ներկայումս, քան որ տեղամասերը արդեն հայտնի են տեղամասի հասցեները, ներկայումս այդ մեր գործընկերները, Յուքոմի գործընկերները իրենք հիմա զբաղված են այդ համակարգը, այսպես ասենք, հավաքելով, այսպես ասենք, էլ, այսինքն տեսախցիկներն են տեղադրվում եւ այլ համակարգերն է ձևավորվում։ Դա միշտ օրինակ, տեսեք, կանկալում, թե օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, չէ, ապահովում է, բայց դա ապահովում ենք մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ, այսինքն տվյալ դեպքում մեզ համար այդ ծառայությունը մատուցում է Յուքոմ ընկերությունը։ Մատուցում է մասնավոր ընկերությունը կամ որևէ այլ ընկերություն, բայց ձեր պատասխանատվության տիրույթում է։ Իրականում այո, ի վերջո ամբողջ ընտրական գործընթացի համար պատասխանատուն կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ թվում պետական տարբեր գերատեսչություններից ինքը վերցնում է, այսինքն այն ծառայությունը ասենք կամ այն լիազորությունը, որ իրենք օժտված են, իրենք պարտավոր են կատարել այդ պարտականությունները իրենց, դա մենք վերցնում։ Օրինակ ընտրողների ցուցակները կազմում եւ վարում է միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը։ Եկեք այս թեման ես մեկ ընդհանուր ամբողջական հարցի մեջ ձևակերպեմ։ Տեսեք, հանրային ընկալման մեջ կա տպավորություն, որ դուք, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանատու է ամեն ինչի համար։ Հիմա պիտի խնդրեմ ձեզ ներկայացնել ինչքան հնարավոր է, ինչի համար է պատասխանատու կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչի համար պատասխանատու չէ։ Ընդհանուր ձևակերպումը թե ընտրական գործընթացի համար սա մեկ բայլ է, բայց իրականության մեջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանատու է ընտրությունների օրինականության պահպանության համար։ Եթե կարճ ձևակերպում, այսինքն տվյալ դեպքում օրինակ, եթե կա գործառույթ, որ տեղական ինքնակառավարման կամ պետական մարմինը իրականացնում, միևնույն այդ գործընթացի պատշաճ իրականացման օրինական իրականացման համար պատասխանատու է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Օրինակը բերեմ, օրինակ ընտրական օրենսգրքով համայնքներից պահանջվում է, որպեսզի անվճար վահանակների տեղեր հատկացնեն, որպեսզի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերը կանոնն հավասար պայմաններով իրենց պաստառները փակցնեն։ Սա համայնքի ղեկավարները իրենց որոշումներով այդ տեղերը հատկացնում են։
կենտրոնական տրական եւ որոշումները տրամադրում են կենտրոնական տրական հանձնաժողովին, այդ որոշումները կայքում հրապարակվում են։ Այսինքն մեր պատասխանատվությունն է, որպեսզի բոլոր համայնքները այդ որոշումները կայացնեն պատշաճ։ Իրենք նաև գիտակցեն, որ իրենք պիտի բոլորի համար հավասար պայմաններ ապահովեն, հնարավորություն ընձեռեն, որպեսզի բոլորը հավասար հնարավորություն ունենան։ Եվ հետամուտ լինել պարտականությունն է, որպեսզի հետևեք, որ դրանք լինեն պատշաճ։ Եթե պատշաճ չեն լինում, այս դեպքում դուք ինչ ես կարող եմ այսպես ասել, չէ, տեսեք, այս ընթացքում բազմաթիվ դեպքերում եղել են, որ համայնքի ղեկավարների որոշումները մենք ստացել ենք, բնականաբար միշտ կոչ ենք անում, որպեսզի այնտեղ ժամկետը դեռ կա, որ իրենք ժամկետից շատ շուտ ներկայացնեն այդ որոշումները։ Ինչի համար, որովհետև մենք ընթացքում նաև իրենց հետ ենք ուղարկում, ասում ենք, օրինակ այս հանգամանքները հաշվի չի կառե, այս տեղեկություններ պիտի լինի, այսինքն այդ դա ենք անում, այսինքն ուղղում ենք ու իսկ արդեն հետագայում, երբ որ արդեն նախնական քարոզարշավի փուլում, արդեն մեր ընտրատարածքները հետամուտ են լինում, որպեսզի դրանք ֆիզիկապես, այսինքն այն ինչ որ ամրագրված է, օրենք ֆիզիկապես լինի, որպեսզի ֆիզիկապես դա այդ վահանակը գոյություն ունենա, ոչ թե թղթի վրա ինչի։ Ուրիշ բաներ վերաբերում։ Համայնքային իշխանությունների պարտականությունն է, որպեսզի որոշումներ ընդունեն։ Հա, այդ օրինակն եմ շարունակում ես։ Հիմա դուք վերահսկում եք, նայում եք, տեսնում եք կամ ահազանգ եք ստանում, որ դա չի կատարվում։ Որոշումը չի ընդունվել կամ ընդունվել է խտրական է կիրառվում, դուք այս դեպքում տեսեք, իրենք որոշում չեն կարող չընդունել։ Այսինքն բոլորից մենք եթե որոշումը չենք ստանում, արդեն ավելին ասեմ, այնտեղ նույնիսկ վարչական իրավախախտումների մասին օրենքով հստակ նման դեպքերում եթե որևէ համայնքի ղեկավար այդպեսին գտնվի, կա պատասխանատվության ենթարկვა, այսինքն այդ դեպքում կենտրոնական տրական հանձնաժողովը կարող է դիմի դատարան պատասխանատվության ենթարկելու պահանջով, բայց նման դեպք չենք ունեցել ու ես համոզված եմ, որ չենք էլ ունենա, որտեղ որևէ համայնքի ղեկավար չի ցանկանա, որ կարող է լինել, ես ուզում եմ իմանալ թե ձեր լիազորությունները ձեր ունեցած գործիքակազմը որն է, ինչպես պիտի ազդեցի, այսինքն արձանագրեք եւ վերջ, արձանագրեք եւ վարչական իրավախախտում կարող է ընդունել մինչև քրեական պատասխանատվության, որովհետև դա պարտականություն է, իրենք այնպես չի, որ իրենց իրավունք է տրված, իրենք կարող են անել չանել։ Արձանագրեք, դիմեք իրավապահ մարմնին։ Ավելին, այո։ Այսինքն նայած դեպքում, այսինքն այդտեղ ինչ խախտումի ինչպեսին կլինի, որովհետև վարչական վիվոնել են նման դեպքերը քրեական օրենսգրքում էլ նման հոդվածներ կան։ Այսինքն այո, չի կարող կամ մենք գդիմենք դատարան վարչական իրավախախտման ինքո կամ գդիմենք դատախազին, որպեսզի արդեն քրեական հետապնդման հարցը դիտարկեն։ Շատ լավ, մայիսի 3-ին արդեն կենտրոնական տրական հանձնաժողովը պետք է հրապարակի վերջնական պաշտոնական ցուցակը, թե որ քաղաքական ուժերն են մասնակցում։ Իսկ մինչ այդ դիտարկում եք եւ կան, այսինքն ես գիտեմ, որ կան քաղաքական ուժեր, որոնց փաստաթղթերում անճշտություններ կան, ինչի կարող են դրանք հանգեցնել, որ ուժերն են դրանք։ Տեսեք, թերի փաստաթղթերով 8 քաղաքական ուժ է, որ ըստ էության 3, հա, 3 ապրիլի 3 մենք 8 քաղաքական ուժերի տվել ենք 48 ժամանակ, այսինքն մինչև մայիսի 2-ի 18:00-ին, որպեսզի լրացնեն իրենց թերի փաստաթղթերը։ Ինչ թերությունների։ 8-ից 7-ի մոտ տեխնացուների հետ կապված թերություններ են, թերի փաստաթղթեր։ Մի դեպքում վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետության միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ Հայաստանում մշտապես բնակվելու տեղեկանքներն են բացակայում եւ կան դեպքեր, որտեղ որ տեխնացուի հայրենի տիրապետման հաստատող փաստաթուղթն է բացակայում եւ տեսեք, այս դեպքում, օրինակ այս 7 դեպքում, եթե կուսակցությունները այդ չլրացնեն այդ թերությունները, ուղղակի արդեն գրանցման նիստում, այսինքն մայիսի 3-ին, մենք այդ տեխնացուների գրանցումը կմերժենք, այսինքն ցուցակի այդ տեխնացուների գրանցումը, եթե փաստաթղթերը չհամալրվեն։ Պետք է ներկայացնեն մինչև մայիսի 2-ը ժամը 18։ 18:00-ին, որպեսզի մայիսի 3-ի առավոտյան մենք արդեն նիստը սկսել ենք, որպեսզի այդ հարցը քննարկենք։
Մեկ դեպքում բացի անհատեքնացուներից բացի, մեկ դեպքում նաև նախընտրական գրավի մուծման անդորագիրը ներկայացված չէ։ Սա արդեն վերաբերվում է, այսինքն ոչ միայն թերի անհատ, այսինքն կոնկրետ տեխնացուների փաստաթղթերն են, իրենց մոտ նաև տեխնացուների փաստաթղթերի թերի փաստաթղթեր կան։ Այն դեպքն է, որ մամուլում գրվեց, որ թեժ քննարկում է եղել, բան եւ այլն։ Այո, նոր ստեղծված կուսակցությունն է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք, ես ճիշտ գիտեմ։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն։ Տեսեք, այս կուսակցությունը վերջերս է ստեղծվել, ինչպես իրենք էին ասում, իրենք խնդիր ունեին կուսակցության համար հաշվի համար բացելու եւ երբ որ օրինակ եկել էին իրենց կուսակցության նախագահը, որը նաև ինքը իրեն լիազորել է, հանդես է գալիս նաև որպես լիազոր ներկայացուցիչ կենտրոնական տրական հանձնաժողովում, այդ կենտրոնական տրական հանձնաժողովում այդ ամբողջ աղմուկը ինքն էր, այսպես ասենք, մոտավորապես նիստի սկսվելուց մոտ մի 10-15 րոպե անընդհատ ինքը անընդհատ խոսում աղմուկում էր, հետո ընթացքում մոտ մի կես ժամ այդպես աղմուկ էր ու ամբողջ խնդիրը, որ ճիշտն ասեմ, մեզ համար այն տպավորությունն է, որ իրենք կամ չեն ցանկանում, որտեղ ես ասել եմ, մեր օրենսդրությունը այնպեսին է, որ եթե կուսակցությունը պիտի շատ ջանք գործադրի, որպեսզի չգրանցվի, եթե ցանկանում է գրանցվել։ Հիմա տեսեք, իրենք ասում են, որ մեզ ժամանակին հնարավորություն չեն տվել, այսինքն ինչ որ դիմել են 1 կամ 2 բանկ, որտեղ որ բանկը հրաժարվել է կուսակցության հաշվի համար բացելու։ Հետո իրենք դիմել են կոռուպցիա կանխարգելման հանձնաժողով, սա որ ասում եմ շատ առաջ է եղել։ Մարտ, ապրիլ ամսի սկզբներին։ Հետո կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել է կենտրոնական բանկին, որպեսզի այդ խնդիրը լուծվի, որտեղ հետո իրենց ասել են, որ կարծես դա, որ ասում եմ, էլի շուտ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ասել է, որ կենտրոնական բանկը ձեր խնդրով զբաղվում է։ Բայց նախընտրական գրավը մուծելու հարցում իրենք կարող էին ուղղակի այդ գումարը եթե ունեն, ուղղակի այդ գումարը կարող էին հենց նույն կուսակցության նախագահի կամ այլ լիազոր ներկայացուցիչի անունով կամ որևէ այլ անձանով կարող էին իրանք ուղղակի մուծել այդ գրավը։ Եվ անդորագիրը դա կենտրոնական տրական հանձնաժողովի գանձապետական հաշվի հատուկ հենց նախընտրական գրավները մեր էջում դրված է, բոլոր գիտեն, բոլոր կուսակցությունները հաշվի համար է, այդ հաշվի համարով վճարում են նպատակը գրում են այսինչ կուսակցության նախընտրական գրավ։ Եվ երբ ներկայացնում են դա կենտրոնական տրական։ Հիմա իրենք ասում են, քանի որ մենք բանկային հաշիվ չենք ունեցել, դրամահավաք ինքը դա էր ասում էր դրամահավաք պիտի ունենք բանկային հաշիվ, դրամահավաք անենք, որպեսզի այդ գումարը ունենք։ Բայց խնդիրն այն է, որ գրավի մուծման ժամկետը, որ ասենք որ պիտի գրավը նախ պիտի դա մինչև ապրիլի 23-ը, երբ որ իրենք ապրիլի 23-ին առաջադրել, այդ ժամանակ արդեն պիտի բերեին լավ մեր օրենսդրությունը այնպեսին, որ հնարավորություն է տալիս այդ թերությունները հետո էլ մինչև գրանցման պահը լրացնել։ Իսկ մենք իրենք մեզանից ակնկալում են, որպեսզի մենք խախտենք ընտրական օրենսգիրքը, որտեղ իրենք ասում են մեզ երկար ժամանակ տվեք։ Այսինքն դուք էլ չեք կարող տվել։ Չէ, կոպիտ ասած խախտեք ընտրական օրենսգիրքը, քանի որ մեզ բանկերը մեզ, որ ասում չեն թողել, որ մենք բանկում հաշվի համար բացենք, որպեսզի դրամահավաք անենք եւ այլ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ օրինակ իհարկե դա մեր տիրույթը չի, բայց դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթն է, թե բանկերը ու քանի բանկ է հրաժարվել։ Դա էլ օրինակ Հայաստանում 1/10-ից ավել բանկեր կան։ Արդյոք բոլոր բանկերն են հրաժարվել, թե 1 կամ 2, այսինքն 1 մերժում ստանալուց հետո սկսվել է այս գործընթացը։ Ես չգիտեմ, դա մեր տիրույթը չի։ Դա ես ընդհանրապես թե ինչու են բանկերը հրաժարվել, ինչ ռիսկ են տեսել բանկերը, ասենք որ բանկը որ հրաժարվել է եւ այլ։ Այդ իրենց տիրույթն է, դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, կենտրոնական բանկի իրենց տիրույթն է։ Մենք լավ, չեմ ուզում շատ խորանանք, ինչքան որ պետք է խոսեցինք այս մասին, բայց ենթադրենք ունենք այնպիսի իրավիճակ, կոնկրետ այս իրավիճակը կամ մեկ այլ իրավիճակ, երբ որ կուսակցության գրանցումը մերժվել է։ Դա արագ
բողոքարկելու, վերանայելու հնարավորություն նախատեսվում է։ Այո, վարչական ինքը երրորդյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան եւ վարչական դատարանն էլ այս դեպքում, այսպես ասենք, արագացված կարգով հատուկ ընթացակարգով գործը քննում է։ Եվ դուք գրանցում եք եւ կուսակցությունը մասնակցում է։ Եթե վարչական դատարանը ասենք մենք ենթադրենք Գերմանական ընտրական ազգը մերժել է, դիմում բողոքարկում են եւ վարչական դատարանը բավարարում է բողոքը եւ ասում է ոչ կենտրոնական հնարավոր է որ վարչական դատարանը բողոքարկը վերանայելը եւ որոշում կայացնելը լինի, ասենք, այն ժամանակ, երբ որ նախընտրական քարոզարշավի ընթացքի մեջ։ Հա, կա այնտեղ ես ժամկետի մի հստակ շատ կարճ ժամկետները։ Վարչական դատարանը այդպես երկար ժամկետ չունի այդտեղ գործը քննելու եւ վճիռ կայացնելու համար։ Իսկ եթե վերանայում են եւ որոշում են, որ չէ, ասենք ճիշտ եք վարվել, որ չեք գրանցել, չէ, բայց մարդը գրավ է մուծել։ Գրավի վերադարձի հարցը։ Երբ որ մուծած կա գրավ, այդ տեսեք, իսկ կոնկրետ այդ դեպքը նկատի ունեմ, ընդհանրապես։ Հա, ընդհանրապես գրավի վերադարձի հարցը դիտարկում եմ, եթե չեմ սխալվում, մինչև գրանցման փուլը, այսինքն եթե չեն գրանցում, ինքը գրավը կարողանում է վերադարձնել։ Դուք վերադարձնում եք, այսինքն։ Լավ, իսկ ասացիք կար այդ որ դիտարկում էիք 4 տարվա քաղաքացիություն ապրել, դա ինչպես է ստուգել է ձեր իրավասությունը։ Փոքր դատարանից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանի հետ, մենք խոսում ենք առաջիկա խորհրդարանական համապետական ընտրությունների մասին եւ այդ ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատրաստվածության մակարդակի մասին։ Մենք հասանք այն դեպքին, երբ որ գործ ունենք այդպիսի բացթողումների հետ 4 տարվա քաղաքացիություն։ Բացթողում չի կարող այս դեպքում լինել, շատ պարզ է։ Դե փաստաթղթերում ասացիք, չեն ներկայացրել փաստաթղթ, ոչ թե բացթողում է, չեն ներկայացրել։ Տեղեկանքը, որը որ տրամադրում է միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը, երբ որ քաղաքացին, որը ցանկանում է տեխնացու առաջադրվել, չէ, ինքը դիմում է միգրացիա եւ քաղաքացիական ծառայությանը, ստուգում են, արկերպած մեր անձնագրայինները այդպես ասում, որ ավելի հասկանում, մեր անձնագրային ստուգում են, արդյոք տվյալ քաղաքացին վերջին 4 տարին միայն քաղաքացի է հանդիսանում եւ վերջին 4 տարին մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե այս տվյալը իրենց մոտ հաստատվում է, իրենք տրամադրում են այդ տեղեկանքը, այդ տեղեկանքը ներկայացնում են մեզ։ Բայց այս ինչից էր որ թերություն, որտեղ եղել էին կուսակցություններ, որ տեխնացուները ուշ էին դիմել։ Հասկացաք, թե ուշ էին դիմել ու ներկայումս իրենք այդ տեղեկանքները ստանալու փուլում են։ Մենք նույնիսկ նիստի ժամանակ ունեցանք դեպք, երբ որ տեղեկանքների մի մաս արդեն իրենք վերցրել էին, բերեցին, ոնց որ ներկայացրեցին այդ պահին նախագծից տվյալ տեխնացուների անունները, ուղղակի նախագծից այդ տեխնացուների անունները հանեցին եւ թողեցին մենակ այն մասին, ովքեր որ դեռ չէին ներկայացրել։ Լավ, բայց այստեղ մի դիտարկում պիտի անեմ, երբ որ օրինակ մեր քաղաքացիները դիմում են միգրացիայի եւ քաղաքացիական ծառայությանը, այնտեղ իրենք նաեւ թուղթ են լրացնում, որ իրենք իրազեկված են այն մասի, որ եթե իրենք այլ երկրի քաղաքացի են հանդիսանում, բայց չեն տեղեկացրել մեր պատկան մարմիններին, այսինքն ու ինչ որ հանգամանքով պայմանավորված մեր օրինակ միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը այդ ինֆորմացիային չի տիրապետում, բայց դա հանգարց հետագայում բացահայտվեց, իրենք քրեական պատասխանատվության ենթարկվում։ Որտեղ քաղաքացին ինքը բոլորից լավ գիտի ինքը այլ երկրի քաղաքացիություն ունի թե չէ։ Հասկացա։ Ինչպես է վերահսկում ֆինանսների հոսքը դեպի այդ նախընտրական հաշիվներ կամ նախընտրական հաշիվներից դուրս, բայց ընտրական նպատակներով։ Տեսեք, մեր օրենսդրությունը վերջի փոփոխություններից հետո ըստ էության համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ կուսակցությունները պարտավոր են նախընտրական հիմնադրամ բացել, բայց այդ հիմնադրամ կարող են մուծում կատարել միայն կուսակցությունները իրենց բանկային հաշվեհամարից։ Այսինքն կուսակցության մասին օրենքով կուսակցությունը մեկ բանկում կարող են ունենալ հաշվեհամար։
Իրանք են ընտրում որ բանկում, բայց հաշվեհամարին գումարներ փոխանցվում են այ կուսակցության գումարները, որոնք որ գոյանում են, օրինակ, կուսակցությունը, երբ որպեսզի ինքը գումար ունենա, ասենք նախընտրական հիմնադրամ փոխանցելու կամ ընդհանրապես, չգիտեմ, կուսակցության սովորական գործունեությունը ապահովելու համար, ինքը այդ կուսակցության նվիրատվություն կարող են կատարել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ տարեկան ոչ ավել 10 միլիոն դրամի չափով։ Դա գիտեմ, իսկ վերահսկողությունը ինչպես է իրականացվում։ Ինչ է նկատի ունեք։ Մենք ըստ էության կուսակցություն պիտի գումար ունենա, որպեսզի փոխանցի նախընտրական հիմնադրամ, ֆիքսեցինք սա։ Եվ արդեն կուսակցությունի ծախսերը ընտրական օրենքի 27 հոդվածն է դա, այդտեղ առաջին մասով թվարկում է, որ ծախսերը որ պարտադիր պիտի հիմնադրամից իրականացվեն։ Ըստ էության հիմնադրամից կարող են չիրականացվել կոմունալ ծախսերը, օրինակ նախընտրական շտաբների կոմունալ ծախսերը կամ բենզինի վառելիքի հետ կապված ծախսերը, մնացած ծախսերը հիմնադրամի փողերներ պիտի փոխանցվեն կուսակցության հաշվեհամարից։ Կուսակցության հաշվեհամարին էլ պիտի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փոխանցեն ամեն մեկը ոչ ավել քան 10 միլիոն, ճիշտ եմ ասում։ Հիմա նույն քաղաքացին փոխանցել է 15 միլիոն։ Դա վերահսկելը ձեր ֆունկցիան է, թե Կոռուպցիական խարգելման հանձնաժողովի դա գործառույթն է ու իրենք այս ընթացքում, այսինքն նկատի ունեմ քարոզարշավի փուլում, իրենք այդ տվյալները տեսնել են։ Լավ, իսկ կուսակցությունը քաղաքական ուժը ծախսեր է անում նախընտրական, որոնք չի արվում այդ հիմնադրամից։ Բայց ինքը կանխիկ ծախսում է։ Չի կարող։ Տեսեք, կանխիկ չի կարող ծախսել։ Բացատրեմ ինչն է խնդիրը։ Երբ որ օրինակ կուսակցությունը նախապես չունի, թե չի կարող։ Իրավունք չունի, կուսակցությունը չի կարող կանխիկ ծախս կատարել։ Հարցնել այն էր, որ եթե իրավունք չունի, բայց ծախսում է, ինչպես է դա վերահսկվում։ Այսպես են, ծախս եթե եղավ, այսինքն դա ինչ որ նյութական բան է, չէ՞, ձեռք բերել եւ այլն։ Ծառայություն է ձեռք բերել։ Ծառայությունը ինքը եթե ձեռք է բերել, ունի, մենք իրենից հիմքն ենք ուզել։ Ինքը երկու տարբերակ ունի։ Կամ նախընտրական հիմնադրամից բերի պայմանագիրը եւ ցույց տա որ նախընտրական հիմնադրամից է գումարը փոխանցել, կամ բերի պայմանագիրը եւ ցույց տա որ կուսակցության հաշվի համարից է փոխանցել եւ ծառայությունը էս որ ինքը ձեռք է բերվել, արդեն այդ դեպքում 800 միլիոն ունենք, չէ՞ շեմը նախընտրական հիմնադրամի։ Ինքը նախորոք դրա համար կուսակցության հաշվի համարից վճարել է։ Կուսակցությունը բերել է իր այդ 800 միլիոնը միևնույն նվազում, այսինքն մենք ընդունում ենք, որ ինքը միևնույն է արդեն նախընտրական հիմնադրամ պիտի փոխանցել գումարը, չէ, այստեղից փոխանցել, կուսակցության հաշվից է փոխանցել, իր լիմիտը նվազեցում է այդ գումարի չափով։ Հասկացա, իմ հարցը վերաբերում էր այն դեպքերին, երբ որ հիմնադրամից չէ, կանխիկ ծախսում է դա արդեն դա եթե չի կարող վերահսկելի է, չէ։ Տեսեք, այդ ծառայությունը եթե ֆիզիկապես կա, չէ, տեսնում ենք մենք, արդեն վերահսկելի է, որտեղ մենք դրա համար պիտի ունենանք հաշվետվություն։ Եթե չկա հաշվետվություն, արդեն նախընտրական։ Հիմա ենթադրենք քաղաքական ուժերը, կուսակցությունները վճարովի գովազդ են պատվիրում սոցիալական ցանցերում։ Դա պիտի փոխանցումով անեն։ Դա վերահսկելի է։ Տեսեք, մինչև ամսի 8-ը իրենց գործողությունները վերահսկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Այսինքն, եթե իրանք ինչ-որ գովազդ են պատվիրում կուսակցությունը, դա պիտի կուսակցության հաշվից անեն։ Եվ հետո եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այդ խնդրին հետագայում անդրադառնալու, այսինքն ստուգելու է դա։ 8-ից հետո արդեն մեր տիրույթն է, ու եթե այդ գումարը օրինակ նախընտրական քարոզարշավի փուլում մատուցող ծառայության գումարը կուսակցությունը նախապես է, չէ՞ վճարել, դա պետք է բերի մեզ ցույց տա։ Կուսակցությունը չի կարող կանխիկով վճարել կուսակցությունը։ Կանխիկով վճարելը դա ենթադրում է, որ նախընտրական հիմնադրամից դուրս ծախս դա արդեն կարող է հանգեցնել ընդհանուր մինչև կուսակցության գրանցման ուժը կորսած ճանաչել։ 19 քաղաքական ուժ, այդքան սոցիալական ցանցեր, Facebook, TikTok, չգիտեմ, հազար ու մի բան, այդտեղ վճարովի գովազդ այդքանը վերահսկել եւ պատասխան պահանջել հնարավոր է։ Կարող եմ այսպես ասել, որ մենք բազմաթիվ գործիքներով մոնիտորինգ ենք անելու։ Լավ։ Եվ մենք դա ի սկզբանե զգուշացրել ենք, որ այսպես ենք զերծ մնան, որովհետեւ երբ որ մոնիտորինգով մենք ինչ-որ բան նկատեցինք, արդեն գնալու ենք այդ մեր հայտնաբերացի հետևից։ TikTok-ում հայտնաբերում եք, ասում եմ մեր կուսակցի TikTok-ն է։ Ես այսպես ասեմ, օրինակ
TikTok-ի դեպքում նույնիսկ տնօրինության հետ ունենք համաձայնություն, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք հայտնվում ենք օրենքի խախտում, մենք իրենց տեղյակοποιենք, իրենք հեռացնեն։ Հա։ Բարեգործություն սոցիալական ծրագրեր։ Ոնց եք բարեգործություն ոնց եք չէ, բարեգործություն, տեսեք, բարեգործություն, ընդհանրապես մեր ընտրական օրենսգրքի բարեգործության արգելքը ես ուզում եմ որպեսզի հասկանալի։ Դա ընտրակաշարքը կամ ընտրողին նյութապես շահագրգռելը բարեգործության քողի ներքո երբ որ փորձում են դա անել։ Դրա դեմ է։ Բայց բարեգործությունն էլ է արգելքը, դա չէ, տեխնացուների, կուսակցությունների կողմից, այսինքն ընդհանուր բարեգործությունը, որ ունակ հնարավոր է, դա չի արգելում ընտրական։ Ընտրական օրենսգիրքը արգելում է կոնկրետ սուբյեկտների, որպեսզի իրենք այս փուլում, եթե ունեն հիմնադրամներ կամ ասենք չանեն, որովհետև եթե այդ սուբյեկտները մտնում են քաղաքական պայքարի մեջ, գրանցում են որպես կուսակցություն կամ որպես տեխնացու, իրենք այս փուլում կան նաև ասոցիացվող տեսեք, ասոցիացվողը այդ եմ ասում, իսկ ասոցիացվողը ինքը գնահատման տիրույթ է արդեն։ Դա մի դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է մյուս դեպքում դատարանը գնահատի, սա ինքը արդեն գնահատողական է, որովհետև երբ որ ասում ենք ասոցիացում, դա նշանակում է ուղիղ կապ։ Եթե գնահատողական է, ուրեմն այստեղ կա նաև առաջ է գալիս հայեցողականը, հա, ասենք հայեցողության բանը ինչպես ասոցիացվում է, տեսեք, օրինակ եղել է դեպք, որ պաստառները, որ օրինակ պաստառները, չէ, նույն այդ խնդիրը դրված է, օրինակ 5 քառակուսի մետր գերազանցող պաստառները, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեն բաշխվել, բոլոր այն դեպքերում, երբ որ կուսակցության կամ տեխնացուի հետ իրենցն է կամ իրենց հետ ասոցիացում է, պիտի հանվեն։ Եղել է դեպք օրինակ, որ կոնկրետ տեխնացուի նկարով պաստառը փակցված եղել, բայց այլ տեխնացուի է, ես ուրիշ բան եմ, ասեմ, նկարը եղել է տեխնացուին է, բայց այդ տեխնացուի այլ կյանքի գործունեության մասին է եղել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ այդ պաստառը պիտի հանվի։ Դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ որոշումը ուժը կորցած է ճանաչել։ Սա եղել է 21 թվականին։ Ինչ եմ ասում, այսինքն այն ժամանակ դատարան ու այդտեղ դատարանի, ասենք, հիմնավորը մոտավորապես, գիտեք ինչ էր, որ հա այս պաստառը վաղուց այնտեղ փակցված է ու ինքը ոչ թե ինչից է բանա, որ էսի հենց տեխնացու է։ Մի խոսքով, հասկանում եք, ասենք իրենք որ ձեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնին մեղադրել էին, որ դուք օրինակ այդ որոշումը կայացնելիս, ասենք փաստարկված չեք գնահատել, որ բայց խոսքը կրկնում տեխնացուի նկարով պաստառի մասին է եղել, որը այլ ոչ թե կուսակցական նրա, ոչ թե ընտրություններին անմիջված եղել, այլ ուրիշ կյանքի ուրիշ դրվագին է։ Ձեր նշած դեպքում լինի թե հիմնադրամների դեպքում լինի ասոցիացվում է այս կամ այն քաղաքական ուժի հետ թե ոչ, դա գնահատելու բան է եւ ուրեմն նաեւ հայեցողություն կա, ուրեմն հստակ։ Որտեղ երբ որ ասում եք ասոցիացվող, դա նշանակում է, որ ուղիղ կապը չկա, բայց ասենք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կամ դատարանը կապ այստեղ տեսնելու կամ իրավապահներն են կապ տեսնելու, չգիտեմ, նայած ինչ բնույթ է։ Հիմա ստացվում է, որ դա տեսնելը հեշտ է, ապացուցելը դժվար։ Չէ, երբ որ տեսեք իրականության մեջ ինչն է այստեղ էլի խնդիրը, որ մեր օրենսդրությունը ուղղակի միտված է, որպեսզի ընտրողին նյութապես շահագրգռելը չքողարկվի բարեգործության տակ։ Ինքը միտված չի, որ ընդհանրապես մեր կյանքում բարեգործությունը արգելվի։ Իսկ վարչական ռեսուրսն էլ տեսնելը հեշտ է, ապացուցելը դժվար։ Չի, վարչական ռեսուրսը մի դեպքում տեսեք, չունենք։ Ես անկեղծ ասում եմ, որ մենք նման ազանգ, որ օրինակ, այ որ, չգիտեմ, իսկ որ լինի ազանգ, ոնց է գնահատելու, սա պետական ծրագիր է թե վարչական ռեսուրս։ Չէ, վարչական ռեսուրսը պետական գործունեություն, տեսեք, վարչական ռեսուրսը ընտրական 23 հոդվածն է, որը շատ հստակ սահմանում է։ Ինքը ի պաշտոն տրամադրված նյութական, ծառայական, չգիտեմ, նույնիսկ տեղեկատվական, այսինքն ի պաշտոն իրեն հասանելի միջոցներն են իր անձնական քաղաքական նպատակներով օգտագործել։ Եվ այնտեղ բացառությունը կա միայն պետական պահպանության տակ գտնվող
պաշտոնյաների այդ պահպանության տրամադրվող ռեսուրսը, որը որ չի համարում վարչական ռեսուրսի։ Այսօր ինչ շատ են խոսում արտաքին միջամտությունների մասին, դա ինչ որ կերպ առնչվում է ցես հետ։ Դե այստեղ ես մի քիչ այս սա որտեղ ավելի շատ դա քաղաքական բանավիճի առարկա է, արտաքին միջամտություն։ Կարող է լինել դրվագներ, որտեղ որ հեչ քաղաքական։ Տեսեք, ես օրինակ արտաքին միջամտություն ինձ համար ես կոնկրետ օրինակ բերեմ։ Չէ, ես արտաքին միջամտություն դիտարկում եմ այն, որ ասենք կարող են օրինակ ոչ հայկական օգտահաշիվներից օրինակ կեղծ մեր ընտրական համակարգի, մեր ընտրությունների եւ այլ, այսինքն մեր ամբողջ այս իրավակարգի վերաբերյալ նա կեղծ լուրեր տարածվել, ինչ որ ես ուրիշ օրինակ բերեմ, որ ուղիղ կարող է ասենք ձեր արտաքին միջամտություն, որ ասում են, կամ պայման պետք չի տեղեկատվությունը հաշվի կամ կիբեր հարցեր, ասենք ձեր սերվերները պաշտպանված են արտաքին միջամտություններից, հնարավոր է կոտրել կամ բան պաշտպանված է, փառքասու պաշտպանված է եւ ամեն օր ես կարող եմ հավաստիացնել, որ ամեն օր այդ պաշտպանությունը ավելանում, որովհետեւ այսօր էլ այս պայմանն էլ չնայած ոչ աշխատանքային օր, բայց մասնագետները աշխատում են։ Լավ, հաջորդը ժամանակը լրացել է, բայց հարցերը շատ են, դրա համար մի քիչ շտապում եմ։ Նույնականացման այդ ապարատների աշխատանքում ինչ-որ նորություններ, այսինքն երկու անգամ քվեարկել այդ շրջիկներն դրանք այդ բաները ընտրողների նույնականացման սարքերը բացառում են երկու անգամ քվեարկություն։ Նախ անձը, որը որ ընտրողների ցուցակում է, ինքը մեկ տեղամասում կարող է քվեարկել։ Այսինքն իր անունը, երբ որ ինքը անձը հաստատող մոտենում տեղամաս, իր անունը մի տեղում կա։ Եթե ինքը սխալ տեղամաս է մոտենում, այնտեղ ասում են, որ դուք այստեղ ընտրող չեք, դուք այսինչ տեղամասի ընտրողն եք, գնացեք ձեր տեղամաս։ Այդ տեղամասում ինքը երկրորդ անգամ երբեք չի կարող, որովհետև երկրորդ անգամ եկավ, տեսեք, այս դեպքում օրենքը շատ հստակ է պահանջում, որպեսզի սարքի այդ սարքի մոտ նստած հրավիրեն ոստիկանը եւ ոստիկանները բերման են ենթարկում։ Քվեարկությունից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորություններ ունի, ասենք այդ օրենսդրությունը, որ դուք նայում եք, ինչի մասին որ խոսում էինք, հետեւել եւ այլն, դրանից հետո դուք ինչ-որ իրավասություններ ունեք, թե չէ։ Ամբողջ ամփոփել է ընտրությունները ամփոփեցիք, մանդատները բաշխեցիք, օրենսդիրքը նախատեսում է, որ այդ գենդերային բանը, հա, քվոտան։ Դա սկզբից այդ մանդատները բաշխելուց արդեն մենք դա ընտրական օրենսգիրքում դրանից հետո ասենք բոլոր կանայք հրաժարական են տալիս, այդ խախտվում է այդ հա բանը, պահանջը 33%-ի հետ որևէ խնդիր չկա։ Տեսեք։ Նա 30%, հա, ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ բոլոր, այսպես ասենք, յուրաքանչյուրից առնվազն 30% լինի ընտրական ցուցակում, հետո նաև մանդատներ, բայց ազգային ժողովի դեպքում այդպիսի պայման, որ օրինակ եթե կին պատգամավորները հրաժարվեն, չէ, հրաժարվեն, այս դեպքում ազգային ժողովի դեպքում այս խնդրին չի անդրադառնում, գիտեք ինչի, որ դա ի վերջո քաղաքական ուժ է։ Թիմերի դեպքում մանդատը մնում է թափուր, սա ինչ եմ ասում, թիմերի դեպքում եթե նման բան տեղի ունենա, մանդատը, այսինքն 30% մանդատը կմնա թափուր։ Ազգային ժողովի դեպքում նման կարգավորում չկա, որովհետև ենթադրում է, որ չի կարող քաղաքական ուժը խորհրդարան անցած շեմը ախտարած քաղաքական ուժը նման կերպ լինի։ Քաղաքացին կարող է վստահ լինել, որ իր քվեն չի կորելու։ Ես այսպես եմ, միանշան չի կողացվելու։ Չի կարող։ Ես ամեն դեպքում ես կարող եմ ասել, որ 22 թվականի հոկտեմբերից գործող ԿԸՆ ձևավորվել է, ես էլ ընտրվել եմ ԿԸՆ նախագահ։ 10-ից ավել ընտրություններ ենք անցկացրել։ Երևանի ավագան ընտրություններն ենք անցկացրել։ Չեք բերի մեկ դեպք, երբ որ որևէ կերպ քվեարկությունը կասկածի տակ է դրվել։ Չի կարող լինել ընտրողները ազատ գաղտնի քվեարկելու են։ Շատ լավ։ Ինչ որ խոսք ունեք ասելու թե ընտրողներին, թե քաղաքական ուժերին։ Ես ընտրողներին պիտի խնդրեմ, որպեսզի ակտիվ լինեն, որպեսզի գնան, հունիսի 7-ին գնան տեղամաս եւ իրենց նախընտրած քաղաքական ուժին ընտրեն։ Միշտ ընտրող պիտի տեր կանգնի իր իրավունքներին։ Դա իր իրավունքն է։ Ազգային ժողով ձևավորել իրավունքը Հայաստանի քաղաքացին եւ իրենք պիտի այդ իրավունքին տեր կանգնեն, այդ իրավունքը իրացնեն։ Իսկ քաղաքական ուժերից խնդրանքս, որպեսզի իրենց քարոզարշավ, իրենց գործունեությունը ծավալեն ընտրական օրենսգրքի շրջանակներում
եւ երբեք չմտածեն, որ կարող են օրենքը շրջանցել եւ մնալ, այսպես ասենք, եւ չնկատվել, այսպես ձևակերպեմ, այսինքն Հասկացա, շնորհակալ եմ զրույցի Ես համար։ եմ շնորհակալ եմ։ Մենք իհարկե շարունակում ենք հետևել նախընտրական եւ ընտրական գործընթացներին։ Այսօր մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ կարող է անել, ինչի համար է պատասխանատու, ինչ իրավասություններ, լիազորություններ ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հանձնաժողովի նախագահը ներկայացրեց այն, թե ինչքանով է պատրաստ այս պետական անկախ մարմինը առաջիկա ընտրություններին, բայց պետք է նկատել, որ ընտրությունների որակը կախված է ոչ միայն հանձնաժողովից, այլև եւ ընտրողներից, յուրաքանչյուրի գիտակցված քվեից եւ քաղաքական ուժերի օրենքի շրջանակներում գործելու պատրաստակամությունից։ Ազատ զրույցներ Free-News-ի եթերում ես զրուցում եի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։